Հանրապետության մարզերում բնակվող երեխաների տաղանդները տեսանելի ու լսելի դարձան հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հիմնական նպատակը, որ մենք այդ սնունդը հոգևոր չկտրենք և անընդհատ մշտական աշխատանք դա լինի, ծնողներն էլ իմանան, որ իրենց երեխաները եթե անգամ չեն դառնա մասնագետներ, երաժիշտներ կամ պրոֆեսիոնալ պարողներ կամ թատերական արտիստներ, բայց իրենք մեզ պետք է կրթված հասարակություն։ Ծրագիրը 10-ամյակից ավելի ձգվող պատմություն ունի, միայն թե փոխվել է անցկացման ձևը։ Մեթոդական վերապատրաստումների փոխարեն հիմա արդեն մրցույթների միջոցով են աշխատանքներն իրականացվում։ Ծրագիրը ներառում է ամբողջ հանրապետությունը։ Մրցել են երեխաները 10%-ի չափով յուրաքանչյուր դպրոցից, որպեսզի լինի արդար և հավասար։ Ընտրվել են լավագույնները, մեր հանրապետության լավագույն մասնագետները օրեր շարունակ, ամիսներ շարունակ, փուլ առ փուլ գնացել են ամենահեռավոր գյուղերը, ամենասահմանամերձ կետերը, որտեղ լսել են երեխաներին, ընտրել նրանց և հիմա մենք անցկացնում ենք երրորդ փուլը, որտեղ եկել են ամենալավերը։ Մենք չենք ուզում զատել լավին վատից, մենք ուզում ենք շահագրգռել, որ մյուսներն էլ ուզեն գալ, լինել լավը, զարգանալ։ Հայրենիքը արվեստն ու ես մրցույթ ստուգատեսի տարբեր փուլերին և վարպետաց դասերին մասնակցել է հանրապետության մոտ 200 դպրոցից ավելի քան 5300 աշակերտ։ Գնահատող հանձնաժողովը դեռևս գարնանից է իրականացնում լսումները մարզերում։ Ճանապարհը բարդ է եղել, բայց ոչ անհնարին։ Ողջ հանրապետությունում մտել ենք բոլոր տեղերը, որտեղ երաժշտական եւ արվեստի դպրոցներ կային։ Այդ թվում նաեւ պարային խմբերի համար, թատերական մասով, այսինքն շատ մեծածավալ էր այս մրցույթի բնույթը։ Գյուղ առ գյուղ, որտեղ երաժշտական դպրոցներ կային, մենք մտել ենք, որ ոչ մեկին տարբերություն չդնենք։ Այն որ ասում է պճեղ առ պճեղ մենք ընտրել ենք։ 14-ամյա Եվան ջութակահարուհի է։ Մրցույթի մասին իմացել է երաժշտական դպրոցից, պատմում է իր զգացողությունների մասին։ Մի փոքր լարված էի, քանի որ բեմ էր եւ բեմին վրա կատարելը մի փոքր հուզիչ է։ Փորձում էի լավ ներկայանալ, լավ արդյունքի հասնելու համար։ Էդգարը Փարաքարի արվեստի դպրոցից է հասել եզրափակիչ փուլ, նվագում է փողային գործիք։ Լիահույս է, անունը կլինի հաղթողների ցանկում։ Շատ լարված էի, շատ հուզվում էի, շատ վախենում էի, բայց արդեն սովորել եմ, ոնց որ առաջին անգամ չի։ Հայաստանի բոլոր մարզերի լավագույն սաները և մանկավարժները մեկ բեմում ներկայացրին իրենց աշխատանքի և նվիրումի արդյունքը, ընդգծելով հայրենիքն ու արվեստը միավորող ուժը։ Հայրենիքը, արվեստն ու ես։ Մրցույթ փառատոն, որի ժամանակ Հայաստանի բոլոր մարզերի տաղանդավոր երեխաներն են բացահայտվում։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։